Այո, այո, առաջին անգամ եւ հույսով ոչ վերջին, դե ինչ ասեմ Ռուբեն Ախվերդյանը, ես մինչեւ խոսալ սովորել երեխա ժամանակ արդեն երևի երգերը երգում էի առանց հասկանալու բառերը։ Մանուկ հասակից ինչ ծնվել եմ, Ռուբեն Ախվերդյանը եղել է, այսպես ասած, մեր ամենահետաքրքիր եւ սիրված եւ կարեւոր երբ պոետիկ եւ ամեն իրար հետ մարդկանցից մեկը, որոնց ես շատ զգացված եմ այսօր գտնվել իր կողքին, նույն բեմի վրա, նույն բեմահատակում եւ որ կարողանանք իրար հետ ինչ-որ մի աշխատանք, ճիշտ ասած, եթե մի 20 տարի առաջ այդպիսի բան ասեին, ես կծիծաղեի, պարզապես կասեի անհնարին է։ Հիմա տեսնում ենք, որ գնալով կտրուկ շրջադարձ է դառնում։ Նայո է դառնում։ Այո, որ աշխատեցինք եւ շատ ուրախ եմ իհարկե Նարինե Զարիֆյանի հետ էլ աշխատել, որովհետեւ բոլոր փոխադրումները արած են շատ բարձր որակի, շատ բարձր ճաշակով եւ երաժիշտների համար, գիտեք ինչ, երբ որ երաժիշտին հեշտ է նվագել, նշանակում է աշխատանքը լավ է արված։ Հենց որ բարդություններ են հայտնվում, նշանակում է վատ է։ Իսկ մեզ համար այսօր շատ հեշտ է ամեն ինչ անել։ Կտակին CD-ում արդեն արել էր գործիքավորումները իմ, այդտեղից միտքը ղացավ, որ դիմենք Վահանին, Վահանն էլ հաճույքով համաձայնեց, մի խոսքով մենք սանում ենք այն ակնկալիքով, որ սա կարող է հետաքրքիր բան լինի եւ սրանից հետո կարող է ավելի հետաքրքիր ինչ-որ բաներ ստացվել։ Ամեկ պլյուս Ռոբերտ Անանյան, Ախվերդյան, երկեցանկը նայում եմ շատ հայտնի երկեր է եւ սկսվում է կտակով եւ ավարտվում է ոստիկան երգով։ Պատահական է այս դասավորությունը ոստիկան։ Մենք դասավորությունը դեռ չենք որոշել, շնորհակալություն, որ ինչ-որ բաներ ուշեցիք, ես չգիտեի, որ ոստիկան երգով վերջանում է, մենք դեռ չենք իսկապես չենք որոշել։ Լավ, եթե կարելի է մենք սովոր ենք Վահան Ախվերդյանի երգեր լսել միձ են, մեր ականջին սովոր է այդպես։ Կարող է այնպես անել, որ մենք խառնվենք, ասենք, ես ինչ երաժշտությունը, նորությունը եւ Կարող է, հնարավոր է։ Որտեղ խառնվելը դա ձեր իրավունքն է։ Ես աշխատել եմ, որ Ռուբենի կերպարը լինի գլխավորը, Ռուբենի կերպարը մնում է, Կարող ենք չխառնվենք։ Այն ինչ որ ես մշակում եմ, գիտեք, կարևորում եմ Ռուբենի կերպարը, Ռուբենի խոսքը, Ռուբենի մտածողությունը, միայն դրանով եմ կարևորում։ Այսինքն բերում եք դասական։ Այո, իհարկե դասական։ Ես ճիշտ ասած դասական ասելու Դե հա, մեր նվագախումբն էլ դասական նվագախումբ է, սովոր դասական երաժշտության եւ պետք է ինչ-որ մի ձևով հանդիպել իրար երկու ճանապարհները հանդիպեն, բայց Ռուբենի երաժշտությունը չի կարելի ասել, որ նա դասական չէ, չեն կարող արտահայտել, որ սա hard rock է կամ ինչ-որ մի բան, պարզապես երաժշտություն է, երաժշտությունը։ Օրոր երգը որ դարի ինչ հենց է, կարող է շատ հանգիստ բարոկոյով հնչել, որովհետև հնչում է որպես անգլիական բարոկո նույնիսկ ասեմ, այսպես չէ, գիտեք ինչ, ես մի բան ամբողջ կյանքս չեմ սիրել, երբ որ երաժշտությանը կպցնում են անուն երաժշտության կողքին, ասելով սա դասական է, սա դասական չէ, երաժշտությունը մնում է երաժշտություն։ Ինչու է նա կոչվում դասական, որովհետև անցել է որոշ քանակ տարի եւ նա նորից շարունակվում է կրկնվել եւ դրանով նա դարձել է դասական, որպես եւ Շեքսպիրն է դասական, որովհետեւ մինչեւ այսօր Շեքսպիր խաղում են մարդիկ կան, որ մյուս օրը իրենց մահվանից հետո վերանում են եւ իրենց երաժշտությունը դասական չեն։ Մենք չենք կարող ասել, որ մեր երաժշտությունը, ասենք թե Չայկովսկին դասական է, բայց գիտեք ինչ, Բիթլսն էլ է այսօր դասական դառել, արդեն համարյա։ Իսկ Արամ Ասատրյանը դասական է, Էջմիածնում փողոց են անվանում։ Այդ արդեն բանից բեխաբար եմ ես ոչ Էջմիածնի հետ եմ ծանոթ, ոչ փողոցների հետ եմ ծանոթ, ոչ էլ Արամ Ասատրյանի։ Մեր ժողովրդի տգիտության արդյունքն է մեծ մասը իհարկե։ Մենք ինչ ժողովուրդը ինչ անի, չդնի անունը։ Ժողովուրդը չի դնում։ Բավա դնում։ Քաղաքապետարանն է որոշում։ Հա դե քաղաքապետարանը Մի մարդ։ կարող է։ Ասեք հաջորդ հարցը։ Եկեք համերգից խոսանք եւ միանշան։ Ես ուզում Նոր երկեր կան այս համերգի երկացան։ Գիտեք ինչ, այս ժանրը, ես ինձ Իտալիայում ասեցին, էլի շատ հայտնի տենց մեկներ, որ երկեր էր գրում,
5 տարին ու 10 տարին մի անգամ է ծնվում։ Ու ոնց է այդ մարդը Հայաստանում։ Բոլոր ռադիոկայաններով, հեռուստակայաններով դա դառնում է համար առաջի երգը եւ այդպես։ Ես կարող եմ օրը 10 հատ երգ գրել, կարող եմ օրը 20 հատ երգ գրել, բայց դրանք չեն մնա երկար, որովհետեւ այս տեսակի երգ գրելը, որ խոսքով երաժշտությունը միասին է ծնվում, որը ունենա նաեւ բանաստեղծական արժեք, ոչ միայն երաժշտական արժեք։ Այդ բավականին մեծ դժվարությամբ է ստեղծվում, բայց ռուսերեն դալգայեգրայեշ երկար գործ է մնում։ Եթե դուք հիշում եք Չելենտանո 20 տարի առաջ նույն երգերներ երգում, ես հայտնի մարդու անուն եմ տալիս։ Եվ հիմա էլ լսում ես ու հիանում ես այդ մարդու։ Իր պարզությամբ թեև խոսքերն էլ չենք հասկանում։ Շատ լավ բլոգ նյուզ հարցընթվել են, այլ հարցեր հարգելներս։ Համերգից հետո եթե հանկարծ հարցեր առաջանա կարելի է մոտենալ ձեզ, որովհետև մենք ես օրինակ անձամբ չեմ պատկերացնում, ձեզ արդեն այնքան մեր մեջ ստացել գիտարով երգը, իրանցն էլ արդեն իրանց ծրագրով։ Մենք վաղուց եռյակ ենք, ես, իմ ակարդեոնիստը եւ իմ թավջութականը։ Ես գիտարով ձեզ այսպես ընկալել եմ, թվերից դեռ շատ վաղուց։ Օրկեստրով էլ հաստատ կընկալեք։ Ընկալված բան ես դեռ չեմ պատկերացնում։ Գիտեք, Նարինեն նենց է արել, որ ոչ ես եմ խանգարում օրկեստրին, ոչ օրկեստրը ինձ։ Դա ամենակարևորը։ Մենք էլ հենց առաջի զարմացածնենք, ինչպես լավ հնչում է, որովհետև ես էլ այդ երգերը գիտեի, բայց պետք էր պատկերացնել ինչպես դա կհնչի նվագախմբով եւ նվագախմբով ճիշտ ասած շատ մեծ հենց տարբերություն չեմ զգում, այսինքն նորից մնում է նույն երգը պարզապես հարստացված նվագախմբային գույներով այդ։ Հպարտանում եմ, որ Նարինե Զարեֆյանի հետ աշխատում ենք, մենք վաղուց արդեն հին ընկերներ ենք։ 15 տարուց ավել։ 15 տարուց ավել 5 CD ունենք նա միասին։ նենց է զգում երգի ոճը, իսկ իմ մոտ շատ տարբեր տեսակի երգեր կան, չէ։ Որ ես ավելացնելու ոչինչ չունեմ, ինչ որ ինքը անում, ամենք կես բերան, իր հետ խոսելուց հասկանում ենք ինչ եմ ուզում ես, եւ ես գիտեմ, թե ինչ կարող է անել նա։ Ուստի ձեր երգերը հիմնականում ձեր տրամադրության օրն է, Բայց իրանք պարունակում են իրենց մեջ։ տրամադրության ձեր մտքի, ձեր հոգու օրվա ազդեցությունն են, էլի մենք խոսում գիտարով։ Այդ հիմա դասական երաժշտության մեջ Բայց միշտ վաղուց ենք մենք այդ բանը արել, 0-ից 100 տարեկան երեխաների CD-ին լսել եք։ չեմ լսել։ Ափսոս։ Ափսոս, դրա համար էլ այդ հարցը տվեցիք։ Իսկ գիտեք, երգերը Ռուբենի պարունակում են իրենց մեջ դասական այդ տարերը, որոնց վրա ես հիմնվում եմ։ Եթե Ռուբենի երգերի մեջ չլինի այդ դասական տարերը, ես չեմ կարողանա գործիքավորել այդ ձևով։ Ճշմարտությունը կլոր է։ Դա կարող է նաև համարվի, ասենք, կառավարական այս փոփոխությունները որ կտրուկ շրջադարձել։ Չակերտների մեջ ես կասեի։ Նաև կտրուկ շրջադարձ, որ այս մեծ խմբով, համարյա թե սիմֆոնիկ հնչողությամբ ներկայացնում իմ երգերը, շատ էլ կտրուկ շրջադարձ չի, որովհետև մենք բավականին գործեր իրար հետ աշխատել ենք, Մոտ 15 մեծ տարի օրկեստրով, աշխատում ենք իրար հետ։ ոմանց դուր է գալիս շատ, ոմանք կարող է չհավանեն, ոմանք ասեն ինքը մենակ գիտարով է տակիր է, նայած ու ճաշակ։ Մեծ նվագախմբեր ունեցել եք ես։ Այո, այո։ Շատ, ես Ունեցել եք։ ունեցել եմ սրանից 20 տարի առաջ, երնեք թե այս նոր տարին երկով, որ արել է Արամ Նազարյանը, հիմա մենք աշխատում ենք Նարինե Զարեֆյանի հետ և դա կարծես թե վատ չի ստացվում։ Դե վկայում են մրցանակները, որոնք մենք ստացել ենք տարբեր երկրներում, որտեղ որ ներկայացրել ենք այդ ստեղծագործությունները, եւ այստեղ էլ ստացել ենք Թեքիա միության մրցանակը 0-ից 100 տարեկան երեխաների ալբոմի համար, որը մինչեւ հիմա Մեր լավագույն ալբոմը։ Այո, անկրկնելի է եւ պահանջարկը շատ մեծ է, մեզանից միշտ պահանջում են, որ մենք նորովի նոր տպագրություններով նորից հանդես գանք։